Ողջույն, Կորզարալալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձների հետ հայրենադարձության մասին։ Այսօրվա մեր հյուրն է Փալիկ Սեմերջան Սարխանյան, ողջույն Փալիկ ջան։ Ողջույն։ Դուք եկեք Լիբանանից։ Այո։ Երբ եք եկել ու ինչ համար եք հայրենադարձել։ Շատ լավ, ուրեմն 2019-ին արդեն վերջնական գրնամ ասել, որ տեղափոխվեցանք Հայաստան, բայց ատկի այրած 1990-ին ամեն տարի մենք մեուգես 2 ամիս կուքայինք Հայաստան, նաև Արցախ 2 շաբաթ կմնայինք։ Ամառները իհարկե։ Այո, ամեն ամառ կուքայինք, այնադեն բաբան արդեն վիգերդեր գազագերբություն Հայաստանի մեջ, այդ ժամանակ սկսանք կալ ավելի վարժված էինք տելեզույն ամենչին 2019-ին, երբ որ ամուսինս Կարենը իր գազագերբությունը բացավ Հայաստանի մեջ, միասին տեղափոխվեցինք եւ որոշեցինք մեր ընտանիքը գերդել Հայաստան։ Ամեն առումներով սահուն ընթացավ, որով եթե այդքան ժամանակ եկեք ամառները հաստատ թյուրին գլար համագերբվիլ հոստերի կյանքին եւ նաեւ ամուսնանալուց հետո նաեւ, բայց լավ է որ թե հայրիկը թե ընտանիքը ուզեց տեղափոխվել Հայաստան, որով շատերը Լիբանանից պրոբլեմներից հետո կամ Ամերիկա, կամ Կանադա, կամ Ֆրանսա, բայց դուք շատ լավ է որ որոշել եք Հայաստան։ Ինչու Հայաստան, ինչու չգնացիք այլ երկիր, որը վստահ եմ կկարողանայիք դուք հասնել։ Ինչու Հայաստան ավելի 2019-ին հետո անշուշտ ինչու Հայաստան հարցումը ավելի գնա պատասխանել ամուսինս, քանի որ իր որոշումն էր, որ Հայաստան կա եւ իր գազագերբությունը սկսի Հայաստանի մեջ, եւ ինչու համար ինքը գենթադրեմ այդ որոշումը կայացրեց, քանի որ Հայաստանը վերջը մեր հայրենիքն է։ Արդեն Լիբանանը քիչ անգայուն վիճակ կմտներ գոր, կանխադեսելով այդ ամեն ինչը, ասինք Հայաստան, եւ նոր շուկա էր, նոր challenge մներ, իրեն համար բավական challenging, որ աս ամեն ինչը զերոյին պետք է սկսեր։ Ես ալուզեցի անշուշտ իր գողքին լալ։ Ու նաև բաբայի, մամայի։ Անշուշտ։ Դադիգա մեր գազագերբությունը բաբայի, մամայի, այսինքն ընտանեկան մեր գազագերբությունը 3 երկրներում մեջ կա, թե Գիբրոս, թե Հայաստան, թե Լիբանան, ինձ համար քիչ ավելի թյուրին էր այդ ամեն ինչը։ Երթայի մեկ օֆիսը մույսը, բայց ավելի ընտանիքի համար էր Հայաստանը քիչ challenging չէ, բայց ավելի ռոլս իբր գին իբր հետակային մայր իհարկե տենց կարևոր էր, քանի որ ամեն ինչի նոր պիտի ելնար ադարումով։ Քորդի արումով չեմ գրնար ասել, որ ֆուլի նոր էր, բայց անշուշտ նոր մշակույթ է, նոր ժողովուրդ է, նոր կլայենտներ են, նոր մթնոլորտ, բիզնես մթնոլորտ, որը բոլոր չգիտեն, բայց լավ ծանոթ էր երևի թեր ընտանիքը այդ բիզնես մթնոլորտին, այսինքն շատ ընդհանրապես նորություններ կլան բիզնեսի ժամանակ, արդեն ծանոթ էիք նախորոք, ու կարևորը այն է, որ Հայաստան գալով դուք նաև թեր ընտանիքի աբական եք որոշում, որովհետև ընտանիքը առաջին օրվան է գդեղափոխվի այլ երկիր, ուրեմն իր աբական գտեսնի այդ երկրի մեջ ու նաև իր երեխաների աբական։ Դուք առաջին քայլերը ինչպես էին Հայաստանի մեջ մարդկանց հետ հարաբերություն ճիշտ է շրջանակ ունեիք հաստատ Լիբանան, հետո գխոսենք նաև ուրիշ հոբիներ ունեիք, ինչպես էր նոր մտնոլորտը ընկերներ շրջանակ ինչպես եք համագերբվել։ Ես կգարձեմ բավական թրական էր, քանի որ ինչպես էսի նամսել որ մանկությունն արդեն եկած եմ Հայաստան, բզդիկ պատմությունը պատմեմ, բաբաս շատ կսիրե պատմել, որ նոր գուքայինք Հայաստան, ինձ ամեն նոր ճանաչություն ինձ կհարցնեն, բալիկ ջան, անունդ ո՞նց է։ Ես ասեցի Փալիկ։ Դեն բականունը ո՞նց է։ Ասեցի Փալիկ։ Հետո բաբային ասեցի բաբ, բոլորը անունս գիտեն, ինչ են հարցնում։ Ու ասի միշտ բաբան կպատմե, միշտ կզեմ նշել։ Իրական Փալիկ անունը Հայաստանի մեջ չի գավոր։ Այո, հիմա էլ շատ կբադահի ես անկոլ որոնեմ։ Ինչպես է ցերանում Փալիկ, ինչպես։ Ասեմ Փալիկ, փոքր Փալիկի նման, բայց փյով Փալիկ։ Այդպես։ Anyway, կալով հարցին բավական սահուն կգարձեմ ընթացավ, իմանալով որ մանկություն է ունեցած ենք այդ ոգևորությունը եւ նաեւ ընկերները անտուրաժը գար դերմը որ հոնդերեն սկսանք եւ
շարունակեցինք մեր կյանքը անշուշտ ամենամեծ challenge-ը ինձ համար եւ ամուսինիս համար եղավ երբ որ երեխեքը ծնվեցին կարող էր դիգա it's completely new in հոբին գնամ ասել որ դեղեմս կսանք ընկերները դեղեմս կսանք լիբանանի կյանքը գճամփորդենք ու կանք բայց արդեն որպես դիգները եկան full նորություններ եթե իրենց նոր դեղ մեծնել, ինչպես անել, ինչպես պետք է վարվել, ատամեն։ Բայց բախտավորություն ունի, որ իրենց արմատների մոտ ծնվեցին, որը մենք չունեցանք այդ բախտավորությունը, նաև հակին դարիներ հայերը իրենց երկրում չեն ապրած ու մենք ծնվել ենք արտասահմանում լավ է վատ է չեն կրնալ ասել բայց մենք ճիշտ է որ ավելի լավ է մեկը իր արմատների մոտ ծնվի եւ նկարներով չտեսնի մասիս եկեղեցիները նայ ինքը live ապրի այդ ամեն ինչը այդ իսկապես շատ կարևոր փուլ է բայց նաև դուք երեխեքը ծնվեցին բայց դուք մտաք ինչ որ աշխատանքների մեջ անպայման ես առաջին օրվան է գրնամ ասել որ իմ 6 տարեկանից միշտ եղած եմ բաբայի կողքին բաբայի մամայի կողքին երկուքն են կորձի արումով համալսարանը գտասավանտեն երկուքը իրենց հետ կերտա այդ հասերուն կորձերուն կերտա նույնիսկ print թուղթ print անելեն մինչև կամած տարբեր ոլորտներում է սկսա մտնալ անշուշտ երկուքն են մաման բաբան էր բավական մեծ ջիկ տապած են իմ professional career-իս վրա քանի որ ես ուսանած եմ իրավաբան եւ կորձս ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունի բայց formation-ը So, սկսած եմ 18-19 տարեկան full on կորձի մեջ եղած եմ եւ արդեն որ Հայաստան տեղափոխվեցի հոնդեր կորձը նույնը շոսերս կորձ թիմին միացակ Հայաստանի թիմի միացակ որը ինչ կնեք ընդհանրապես մեր կազմակերպությունը ընտանեկան management mix-ն է որ consulting and training and investment management կնենք այսինքն խորհրդակցություն տրեյնինգներ դարբեր ոլորտներում որ ավելի արդյունավետ դառնան իրենց կորձի մեջ այո բայց ավելի ճշգրիտ ասելու համար որ consulting չէ խորհրդատվություն չէ հենց կառավարման համակարգերի այսինքն ISO 9001 22000 27000 14000 այո 45000 դարբեր ISO-ները որ շատ կարևոր են հավաստակիր ունենալու համար certification ունենալու համար եւ արդեն մանավանդ product-ներու համար որ export պիտի անեն կամ կազմակերպություններու համար որ partnership պիտի անեն արտի երկրներու հետ որ հիմա Հայաստանը անշուշտ կարիք ունի կարող որ կբացվի որ շուկաները իրար so ասի մեկ կազմակերպությունն է management mix-ը որ I'm part of Նաև գա Tuf Rhineland-ը, որ ես auditor եմ, ISO 9001-ի certification body է գերմանական, որ մենք ներկայացություն ունենք մի քանի երկրներում մեջ, որ նաև մտնում է Հայաստանը, ունենք նաև Picasso, Ardakին Կովաստը, billboard-ներ են երևի Կովազդային ցուցանակներ Ardakին Կովաստի վահանակներ որ մեր partner ունենք Անտոնիո Վինչենտի իդալացի է նաև շատ մեծ կազմակերպություն է որ փոքր իր ֆիլիալը բացած է Հայաստանի մեջ նաև խորհրդի անդամ եմ Նայրի եւ Երևանի բժշկական կենտրոններում մեջ ու գործս ունդեղ quality inspection-ն է, որ վստահ լանք որ նայել։ Բժշկական ոլորտի մեջ մտել եք, հա։ Այդ ISO-ի բաների փորձառությունից է որ ունդեղ հասակ, հա։ Այո, մենք Աստղիկ հիվանդանոցի Հայաստանի մեջ խոսում որ Աստղիկ հիվանդանոցի Նայրի եւ Երևանի ընդանուր JCI accreditation-ի Ինչ է JCI-ը։ JCI Joint Commission International Accreditation-ն է, որ աշխարհի մեջ 900 բուժկենտրոն միանունի accreditation-ը։ Իրենք առաջադար հիվանդանոցներն են աշխարհի մեջ ոնց որ ISO production-ի մեջ այո JCI-ը հիվանդանոցի ոլորտի մեջ որ top-ն է այսինքն եթե դու top-երի մեջ ես ունես JCI որ survey-ներ են 3 անգամ 3 տարին մեկ ու քան եւ գնեն so մենք management mix-ով ուղեկցեցինք այս կազմակերպություններուն JCI ստանալու համար հետո անշուշտ Նայրի եւ Երևանի Վարոն Կուշկյանի եւ Տիկին Մամիկոնյանի խնդրանքով ես միացա իրենց եւ հիմա այդ inspection-ները գնեմ իրենց աչքագան չնեմ գսեմ այսինքն խորհուրդ մնե որ ինքը միշտ կստուկե որ ճիշտ որագյալ սպասարկում գա չեն սպասեր ամեն 3 տարին որ ստուգում կա բայց նաեւ իրենք ամսեգան ասենք այո ստուգումներ նույնիսկ ասեմ շաբաթական ընդանուր hospital board-ի մասին է խոսքը եւ ես board-ի մեջ իմ ռոլս այդ ստուգումներն եմ
ինքը մասնավոր են այս երկու հիվանդանոցները, չէ, pedagogan չեն։ Մասնավոր են, դրա համար էլ թույլ են տալիս այսքան իրենց certification-ներ ունենալ թրսից եւ այլն։ Երևանին Հայաստանի ամենամեծ հիվանդանոցն է, նայրինալ գսենք ամենալյուքս հիվանդանոցը։ Այո, ամենայնտեղս մենք մեր հաղորդումը հայրենադարձներու համար է, որ մարդկանց հրավիրենք դրսեն կան, շատերը թշկողում էին նախկինում եւ ճիշտ է, 21 տարի առաջ որ եկա այդքան զարգացած չէր բժշկությունը, այդքան հեշտ չէր գնալ ինչ որ դեղ բարձր որակի սպասարկում ստանալ կամ բուժում ստանալ, այսօր լրիվ փոխվել է, ճիշտ չենք հասել այդ ինչին որ պետք է հասնենք մի քանի հիվանդանոցներ են, բայց նաև հասել ենք մի դեպք որ մարդիկ հանգիստ կգնան որոշել կալ հայրենադարձել, եթե որոշ բժշկական խնդրեմ ունենան, թյուրին լուծել իրենց հարցը։ Դուք ինչպես կտեսնեք մագարտակը հիմա այս պահին։ Ես կգարձեմ, որ Հայաստանի healthcare-ի սեգմենտի մագարտակը բավական բարձրացած է, քանի որ ունենք ոչ թե միայն սարքավորումները, որ արդեն top of the top կգան գոր մանավանդ մեր հիվանդանոցները, այլ նաև բժիշկները միշտ վերաբադրաստումների մեջ են, արդիերգիր գերտան certification-ներ գնեն Գուքան նաև դրսից։ Այո, գուքան նաև guest բժիշկներ, գուքան խորհրդատվություն ունելու համար, տրեյնինգ գնելու համար, բուժքույրերից, անձնագազմից մինչև բժիշկները շատ բարելավում կա։ Մանավանդ ես նշեմ, որ Joint Commission International-ից երբ որ եկան ամերիկայեն, բելգիկայեն եւ դուբայեն surveyor-ները, իրենք շատ տրականորեն շոկ էին, որ ինչ լավ մագարտակ կա եւ scoring system-ով շատ բարձր scoring է։ Բայց երասածը բաննա մասնավոր հիվանդանոցներ։ Մասնավոր հիվանդանոցներ։ Հիմա չենք կարող ասենք նույնը pedagogan-ի մասին, որովհետև մեկ-մեկ տեսնում ենք ինչքան այդքան որակյալ չէ որոշ բաներ, բայց ճիշտ է ուղղությունը ճիշտ է որ թեպի լավն են գնում, բայց չենք հասել այդ մասնավորի մագարտակը։ Մենք հավատանք որ կհասնենք, քանի որ կամաց կուզենք որ նաև սանդիկաներու կոնցեպտը ստեղծել եւ արդեն մի քանի բժիշկներ որ շփվեն իրար հետ ու ցույց տան որ նաև ես կաշխատեմ աստեղը ասեվով աս պրոտոկոլով Թունալ նույնը է, կամաց Դեգուս pedagogan ես տուն, այդպեսի հանդիպումներ լինեն, որ գլինեն հետակային։ Հիմա գլինեն, բայց շատ քիչ ավելի հազվագյուտ complex situation-ների համար, բայց երբ որ ադիգա էլ ավելի սիստեմատիկ ընդհանուր ոլորտը կբարձրանա։ Բայց նաև ասեմ, որ այս ոլորտի մեջ բավական effort կնենք որբեսի certification ունենան բոլոր հաստատությունները։ Pedagogan-ել, այո, pedagogan-ը ներառված, անշուշտ չեմ գնացել որ ունեն, չեմ գնացել որ եվրոպական ունեն, օրինակ կրնամ ասել որ մասնավորները ունեն գերմանականները, Թյուֆրանլենդի հետ, որ ինքը top 3-ի մեջ է աշխարհի, բայց նաև կա national-ները, որ հիմա pedagogan-ները կամ փոքր մասնավորները national-ին գերտան գոր։ Կամաց երբ որ ադի արդեն լա եվրոպական կամ համաշխարհային, արդեն ստանդարտը կբարձրանա եւ գրնան գսել որ բոլորը համահունչ միասին դեպքն է։ Ճիշտ է։ Ու նաև մի հատ թեմա կա որ մենք միշտ խոսենք որ ամեն մարդ չէ որ գրնա հայրենադարձել, ու շատ մարդ կա որ գրնա իր փորձառությունը գիսել Հայաստանի մեջ, որի մեջ ես կգտնեմ որ շատ բժիշկներ սփյուռքահայ գրնան կալհոս իրենց հոժար գամքով կան տասախոսեն իրենց փորձառությունը իսեն նույնիսկ վիրահատություններ անեն եւ այլն գա դենց կարույց որ մեր հերավոր բժիշկները գտնեն ու իրենց համոզեն ասեն որ եկեք թեկուս չպետք է հայրենադարձեք կոնե մեկ շաբաթ եկեք մեզ ձեր փորձառությունն ձեր ուղեղն մեզ էլ մի քիչ դվեք դա շատ կարևոր եմ գտնում հայրենադարձությանից բացի դենց բաներ էլ անել Անպայման ես չեմ կարծեր որ դենց կարույց կա բայց կրնամ ասել որ մեր փորձով որ մենք Երևանին եւ Նայիրիի միջոցով կգարնվենք բավական լավ բժիշկների հետ որ նաև իրենք այո Ամերիկա ապրած է Ֆրանսա ապրած է օրինակ Նայիրիի մեջ կա դոկտոր Գևորգ Աբկարյանը որ ինքը Ֆրանսայի մեջ եղած է Ֆրանսա ապրած է բայց հիմա հոստեղ է հայրենադարձ է նաև Ստաբես պետք է հրավիրենք այո անպայման շատ լավ ինքը անձնավորություն է եւ ինքը միշտ guiding-ի մեջ է բոլոր medical segment-ը ինչ պետք է ինքը գազմագերբ։ Այսինքն այդ գարույցը չի գա, բայց դոկտոր Աբկարյանը գա, որ ընդհանրապես գաբն է, այո։ Շատ ժամանակ մեկ հոգին շատ ավելի օգուտ կբերեք, քան մեծ գարույցները։ Համաձայն դոկտոր Աբկարյանի հետ, եթե իրեն անպայման կգաբնվենք իրեն։ Իսկ բալիկ ջան, այստեղ մի քանի տարի առաջ չեմ եթե հիշողությունս ճիշտ է, մեծ հայ բժիշկների կոնֆերանս եղավ Հայաստանի մեջ ճիշտ եմ։
Եղավ սերդի Համիան սրդի, այսինքն ոչ թե ընդհանուր հայ բժիշկների հավաքել եղելա դենց միջոցառում տեղյակ չեմ գնալ պատասխանել, կամ ես տեղյակ չեմ, կամ էլ վստահ չեմ։ Գիտեմ, որ դա մասնավոր եղած է կարդիոլոգների օրինակ կամ օնկոների համար, բայց ընդհանուր չեմ գնալ ասել։ Դե լավ է, առանցին էլ կարելի անել, բայց այդ երևի սփյուռքի հետ կապված նախարարությունները պետք է զբաղվեն դրանով, որովհետև մեկ հատ կոնֆերանս շատ օգուտ կբերի շփումը իրենց հետ ու գնալ մեկը որոշ է դարի մի անգամ կա վիրահատություն անը, ինչպես որ մի հատ սրդապան հրայր Գագարձեն, որ միշտ կա Հայաստան ու ինքը իր վիրահատությունները կանի եղավ 30 տարի է ու բոլորը կոհեն իրենց մե ու Երանի բոլոր բժիշկները կարողանան քոնե 2 տարին մեկ կան ստեղ ու ինչ որ մի բանով օգտակար տանան թեգուս հայրենաթարցության ծրագրով չկան։ Իսկ ինչ է դարբերությունը երեխա ունիք հիմա մենք որ սպիրկում մեծացանք եւ երեխաներ որ հոս կմեծանան, ինչ դարբերություն կա։ Նախ ասեմ, որ ես փոքր եղբայր ունեմ, ինձ 12 տարի փոքր, իր ինքը բարձնավ, ես արդեն մեծ էի։ Ինքը բարձնավ 1-2 տարեկան էր Հայաստան եկանք, միշտ պատասխանել, ամեն մարդ հայերեն կխոսի ոս։ Իրեն համար Հայաստան գալը, ասիկա բամներ, որ տարօրինակ է։ Հիմա իմ երեխեքը սոնա գադի չունեն։ Իրենց համար ֆուլի դուն է Հայաստանը։ Եվ ադիգա շատ կարևոր է։ Նաև Հայաստանի մեջ մեծնալը հիմա մենք գնամ ասել որ Լիբանանի մեջ շատ լավ դպրոցներու, ակումբներու միջոցով բաբանած ենք մեր արժեքները։ Ոչ բոլորը բաց։ Ոչ բոլորը, բայց օրինակ ես գնամ ասել իմ Սեմերջան Սալխանյան ընտանիքին մասին, որ թե ամուսինս ընտանիքը, թե իմ ընտանիքս այս երկու գարույցների միջոցով բաբանած ենք մեր հայությունը եւ շատ բավական դենց հայ սիրտով, հայ արինով մեծած ենք եւ ադոր համար նույնը փոխանցենք մեր երեխեքին։ Ադիգա շատ մեծ դեր խաղացած է Լիբանանի այդ հայ քաղուտի effort-ը որ դրածն որ մեր բժիշկները մեծնան։ Ես կարծեմ որ նաև հայ քաղուտը չէ որ այդ որովհետև շատեր կան որ նույն քաղուտի մեջ մեծած են լրիվ ուրիշ ուղղություն, լրիվ ամերիկացած եւ այլն նույն դպրոցներից, նույն ակումբներից եկած լրիվ ուրիշ ոչ հայկական դպրոց գնացած իմ նման որ եկել աստեղ, այսինքն այդ ընտանիքի ծնողների կորձոնն է ամենակարևորը։ Ես էլ օրինակ ոչ հայկական դպրոց ավարտած եմ։ Բայց ծնողն է իրանք աշխատանքը դնող են դանում։ Ես այս կարույցները որովհետև եթե այդքան լավ ու հզոր լինեին հիմա կմնային, հիմա լրիվ բոլորը թուլացած են ամեն կողմ, ցավոք սրդի։ Եվ մենք ընդեղից գալուց մենք մեծ բան ենք բրգում մեր երեխեքի վրա, ինչքան ծանր էր փերը մեր վրա, որ այնտեղ հայ լինես, ուշադիր լինես, ում հետ ես շփվում, ինչ ես անում, հենց չենք ասում, հետո ում հետ ես ամուսնանում եւ այլն, շատ կարեւոր process-ներ են, որոնք հիմա շատ ավելի դժվար են ոնց բաղբանելը։ Շատ թյուրին չէ ոս երեխա մեծացնելը, քան մեր ծնողները ոնց որ մեր ավելի թյուրին է, բայց ասեմ որ մենք ունենք երկու աղջիկ եւ քիչ մը challenging էր ինձի աղջիկի կորձոնը Հայաստանի մեջ, քանի որ աշխարհը չեմ ուզում ասել ֆեմինիզմի գերտագոր, ֆեմինիզմի շատ հավատացող չեմ նաեւ, բայց նաեւ գուզամ աղջիկի իրավունքները պաշտպանված լան, իր խոսքը զորավոր լա եւ ես իմ ընտանիքիս մեջ ինչ example ունեցած եմ, միշտ այդպես եղած է։ Օրինակ իմ մայրս, ես միշտ իր example-ը եթե առնեմ, ինքը թե society-ի մեջ, թե ընտանիքի մեջ շատ ուժեղ գին եղած է եւ ես նաեւ գուզեմ իրեն լես դառնալ։ Իմ երեխեքի համար նաեւ ադիկ կցանկանամ եւ գուզեմ դրա համար մենք դմեր դան մեջը ես ու ամուսինս ամեն ինչ կնենք որ իրենք շատ ուժեղ մեծացնենք հանգարց չգդրենք քանի որ այդ ռիսկը կա որ society-ի մեջ որ մտնեն ոստերի society մեջ մանավանդ կորձի արումով, սպորտի արումով դարբեր գրնալալ դարբերը լա։ Իմը դա հոգվիկ որ ես 18 տարեկան աղջիկ ունիմ, ոչ մի ցեվով այդպես չի ընդհանրակ ոստերը բավականին մեծ հարկանք կա աղջիկներին, իրենց դոները դոնելով, իրենց պաշտպանելով, ոչ ոք չի կարա մի բարասի, հատկապես իրենց չճանա, իրենց դղա անգերները շուտով պաշտպանում են աղջիկներին։ Այսինքն այդ
վատ վիճակը մինչև հիմա դեռ չեմ տեսել։ Եվ գարույցների մեջ էլ 20 տարի առաջ գնալով հիմա ամեն մեկ գարույցի մեջ տեսնում ես դնորենուին գինը, դնորենը գինը, լրիվ փոխված է բանը վիճակը ու չեմ կարծում որ այդ մտահոգությունը գրնալը որոշ տեղեր կլինի, բայց մտահոգություն չի կա որպես այդպեսին։ Կարծում եմ որ ես արևելքի եւ արևմուտքի մեջտեղն ենք մենք։ Արևելքի մեջ շատ բան է վիճակը վատ է, արևմուտքի մեջ էլ շատ ֆեմինիզմը շատ ցած է, որ արդեն չափազանցություն է։ Երկուքի մեջտեղն ենք։ Ես մինչև որ մի աղջիկ ունեմ, տեսնում եմ աչքովս, որ ուր ենք հասնում, շատ գոհ ենք ու շատ լավ է։ Դուք նաև ունեք ուզում եմ նաև խոսալ դրա մասին, անցյալներ նորեն հյուր ունենք, որ խոսացինք, որ նաև մարդիկ եթե հոբի ունի Հայաստանի մեջ կրնա դարել, չգիտեմ, նկարչություն լինի, կամ հայքինգ լինի, կամ ֆուտբոլ, բասկետբոլ, դուք ինչով եք նաև զբաղվում, ձեր ընտանեկան կյանքի գից նաև։ Շատ լավ, կարծեմ ասիկեմ ամենասիրելի հարցումներից է։ Ես 10 տարեկանից սկսա բասկետով զբաղվել, քիչ մը բարդատրված այդ ժամանակ։ Լիբանանում։ Այո, բարդատրված, բաբաս կբարդատրեր, քանի որ ինքը կխաղար։ Միշտ կուզեի կանգնեցնել բասկետը, բայց 16 տարեկանի շրջաններում արդեն պրոֆեսիոնալ ուղին արի բասկետի եւ թե դբրոցի կապտենեի ամեն չեմպիոնշիփները գշահենք թե հոմենտմեն ագումբի առաջին տասագարկեն խաղցա եւ արդեն այդ պրոֆեսիոնալ ճանապարհի որ վրան էի 23 տարեկանին ամուսնացա։ Իբր պետք է կանգնել ինքը խաղալու, բայց Ոչ, ասեմ որ ամուսինս սուպեր սուպորտիվ եղած է, առաջին օրեն որ մենք ընկերացած էինք։ Հիանալի բան է։ Ոչ մեկ խաղ ինքը չփածագայած, միշտ կողքից կանգնած է, բայց դե վերջո 5-6 տարի դե երեխա ժամանակ չկա։ Հետո պետք է ամուսնանանք։ Սա ամուսնացանք, տեղափոխվեցանք Հայաստան։ Քիչ մոհոնդեղ ամեն ինչը շատ արագ եղավ, 5 տարվա մեջ ամուսնություն, տեղափոխվել, COVID, երկու բզդիկ So բասկետը բայ-բայ չսիրեն ֆոլիես։ Ես շատ պրոֆեսիոնալ կասած եմ, ամեն իմ կեցած մարդիկս գիտեն, որ օրը 2-3 անգամ ավելի բարաբեյ այո։ So Հայաստան որ եկա, ինչպես որ ամուսինս որ շատ սուպորտիվ էր իմ բասկետբոլ journey-ից որ գաբրեի, երկրորդից դիգեն հետո առաջարկեց որ լիգ մը խաղանք, մենք միասին ընկերական խաղանք։ Մեջ ալուս ասենք որ Հայաստանի մեջ բասկետբոլ այդքան զարգացած չէր, քիչ հիմա արդեն լիգերը շատացել են, դարիքայիններն են շատացել, կանաց շատացել են, exactly սուպորտավացած է։ Սա իմ արումով սկսա դղերքի հետ խաղալ, դղերքի լիգայի մեջ խաղալ, ամեչոր անշուշտ, կան պրոֆեսիոնալ մեջ արդոնված չէ։ Եվ վադգե հետո իդ մդա Հայաստանի առաջին տասագարկի աղջիկների լիգա։ Եվ 3 տարի է չեմպիոն։ Որ խումբից եք։ Երևան Foxes-ին խաղամ, առաջին տարին ախոյացուն շայեցանք, երկրորդ տարին շայեցանք եւ Eurocup գնացինք խաղացինք։ Ոնդեղ դժբախտաբար մեր սպորտը բավարար չէր, թե գարավարության կողմէ, նախարարության կողմէ գնամսել կամ սպոնսորին կողմէ, քանի որ անցյալ անգամ ծեր հաղորդակ ինտերվյու ժամանակ Ժանին հետ նշեցիք, որ տաքսային արդյունություններ չկան, սպոնսորները շատ քիչ են, ու նաև սպորտի հավատացողները ավելի ծանրամարդ, դե դա Հայաստանի ազգային սպորտերը ադոնք են, բասկետբոլը նոր մտավ, ճիշտ է ազգային չէ, ինքը թաշտերի բագաս ունի եւ այլն, բայց հույսով ենք քիչ-քիչ հասնենք այդ լավ վիճակին, որը օրինակ Վրաստանը ունի կամ ուրիշ երկրներ ունեն։ Այո։ Բայց դուք գնացիք Եվրոպա օդարներ թույլ տված էր, այնտեղ որ գարաս երկու հոգի օդար բերել։ Eurocup-ին Euroleague-ի մեկ level ցածն է եւ Eurocup-ի մեջ պետք է ունենար ընդհանուր Eurozone-ն ուզածի չափ խաղացող եւ ամերիկացի կամ նան Eurozone-ն 2-3 խաղացող։ Մենք ունենք պլանը առաջվն է որ ունենայինք WNBA 2 խաղացող, Եվրոպայի Euro-League խաղացողներ, շատ լավ մեր team management-ը ամեն ինչը կազմակերպել էր,
բայց դժբախտաբար քանի որ հետո ֆինանսական հարցեր եղան եւ սպոնսորները չկարողացան իրենց խոստումները կատարել, դրա համար ստիպեցան կերտար Ռուս եւ Բելարուս խաղացողներ բերեցինք, մեկը դունենք Սերբիայից, մեկը Ֆրանսիայից, բայց այդ մագարտակը չգրցանք Կամ ներկայացնել։ դժվար է հիմա կարևորը հասանք նախ առաջին քայլերն են, այսօր ամեն խումբերը միլիոններ են ծախսում, եվրոպական խումբերը մենք մի անգամից լավ է որ սկսած ենք գնալու, առաջ ոչ մի գնալ, ոչ մի հետաքրքրություն, ոչ մի բան, քիչ 2 տարի առաջ կամ անցյալ տարի 20 տարեկանների B-լիգը, A-լիգը կամ B-լիգը Հայաստանում եղավ, հիմա շուտով 16-ները պիտի լինեն ամառը, այսինքն գամած քայլերով գնում ենք դեպի լավ ուղղություն, բայց նաև եվրոպանալ ուժեղ երկիրներ են բասկետբոլի Եվ իրենք ուժեղ գարույցներ ունին, թաշտեր ունին, անվճար թաշտեր ունին, բզդիկներուն encourage ունելու մենք Հայաստանի մեջ քիչ մադիգա ֆինանսավորում էլ չկա, շատ ավելի քիչ է բյուջեները ֆեդերեյշնների հոստեղը, բայց այդ օրենքը որ ընդունվի սպոնսորշիփի համար որոշ հարգային հարաբերություններ ունենա ինչ որ գազագերբություն, շատ մարդիկ կնեն, ինչ որ Եվրոպայում բոլոր հագուստների վրա բոլոր սպոնսորը, adonk բոլոր միայն բանի համար չեն անում սպորտի սիրելու համար, այլ նաև արդյունություններ ստանալու համար։ Հալիքյան, դուք նաև Գարայք նաև ուրիշ երկիր էլ գնալ, այստեղ գալուց հետո COVID եղավ, պատերազմ եղավ, դուք կյանքում չեք մտածել, չէ՞, Հայաստանը թողել, թե ինչպես է։ Հայաստան թողել չեմ գտնարել որ կյանքում չենք մտածել, քանի որ մենք անան կրիզե չենք անցած, որ Լիբանանը թողած ենք կամ ուրիշ երկեր չենք գնացած, բայց այսօր ամուսինս եւ իմ կորձը, քանի որ ոստեղ է, մեր կյանքը լավ է, հանգիստ է, ուրախ ենք, բզդիկները լավ են, հանգիստ են, ուրախ ենք, բայց կրնալալ օրը բերե որ իրենց ուսումի բաժարավ Ադեդարի ուրիշ բան է արդեն, բայց հիմնական ոնց որ մեր նախահայրերը եկան Լիբանան մնացին, ուզեն չուզեն մնացին։ Վերջը մենք ծնանք, հույսով է, անհանգստամ, որ մենք մեր հույսը, մեր պլանը որ Հայաստան դրամատուրգիանը գա որ մնաք։ Այո, մնանք, շադանանք, ընդանյոք կորձը շադացնենք եւ ինչու՞ չէ բասկետի գրնանք ավելի support բերել թերքի դելիկները, բաները։ Այո, Նաև դուք բավական գիտելիք ունիք բասկետբոլի մեջ, կարող է հետո մարզշագանի մեջ կամ չգիտեմ ագումբ ղեկավարելու, այո, ագումբ ղեկավարելն շատ թյուրին բան չէ, ու չունենք այդ փորձառությունները Հայաստանի մեջ, լավ կլինի ագումբը ստեղծել նույնիսկ, չգիտես ինչեր կգնահատանալ, ու ծեր սիրած կարձի, այո։ Շատ պլաներ ունենք, նեսեմ ես ամեն օր ամուսինս հետ նոր պլանով մգուկանք, մանավանդ ես, ադեներ non-realistic պլաններ գլան, non-realistic investment-եր, անշուշտ ինձ քիչ մի դեղս կփեդ է ամուսինս սելով որ քիչ մի realistic այո բայց ասեմ որ շատ պլաներ ունենք ու մեր ընտանիքի մեջ գա այդ սպորը so ինչու՞ չէ այո Դե մի ընտանիք եք որ լավ քաղաքներ բերավ շատ բաներ փոխեց Հայաստանի մեջ այդը որ մենք պետք է մեզ սպյուրքը հայը մնալով սպյուրքի մեջ ոչինչ բան չի փոխել բայց գալով Հայաստան գրնա շատ բաներ առաջ տանել մի երկիր որ սովետի մեջ ապրած է շատ բաներ բացակայած են այսօր շատ բաներ քիչ արչև երթասպասարկման ոլորտեն մինչև արտադրություն եւ այլն ու այսպիսի ընտանիքներ ապետք մեզ որ գամած թե նախին սերունդը թե այս սերունդը թե հետակա սերունդը որ մի բանով օգտակար դառնա այս երկիրը բարգավաճելու ու նաև հասցնելու այդ երազանքի երկիրը որ մենք կուզենանք ունենալ հետո մեր երեխաների համար հայրենասիրությունով լի հայրենասիրությունով հավատով գործով աշխատասիրությամբ շատ բաներ կա որ թեր զարգացման գարիք ունի Հայաստանը շնորհակալ եմ Պալիկ ջանես լավ զրույցի համար հույսով եմ հետագայում կհանդիպենք նորից ձեր լավ պրոյեկտների մասին խոսենք Մեսի շատ ես նաև գոչ կնեմ բոլոր իմ ընկերներին որ կմտածեն քոնե 5%-ով Հայաստան կան մնան կսեմ այո եկեք քանի որ դենս չի որ ամեն ինչ զրոյից պիտի սկսել պետք է սկսել բայց կարելի է կալ իրենց միտքով գամկով դարբեր ինվեստմենտներու մեջ մտնելով կամ դարբեր որոշումներ կայացնելով իրենց անձնական կյանքի մեջ կամ իրենց professional կյանքի մեջ Հայաստան կան տեղափոխվեն եւ մենք մեր ուժերով փարսացնենք Եվ միան խոսքով չէ իսկապես ես հաղորդումը այդ օրամարը որ տեսնեք Փալիգը ինչ արել, Գարենը ինչ արել, Ռաֆին ինչ արել, ու եկել են ապրել են ու իրենք ոչ ոք իրենք չի ստիպել ստեղ մնան, իրենք կոհեն, ուրախ են ու դա օրինակներ են, որ խոսում ենք դրա մասին
հաջողակ պատմություններ են, որոնք տեսեք, դուք էլ նույնը արեք ու փոխենք այս երկիրը ու մենք մեր աբական էլ աբահով բահենք մեր երեխեքի համար շնորհակալություն։ Մերսի շատ։ Մինչ հանդիպում նոր։ Եղավ, մերսի։ Հաջող